Եվրախորհրդարանի գնահատականների հայտարարությունը եւ քարտերը, որտեղ Վրաստանը Թուրքիայի հետ միասին հիշատակվում է որպես թեկնածու երկիր, որը զրկվում է Եվրամիությանը միանալու հնարավորությունից։ Սա Եվրախորհրդարանի հունիսի 17-ի հայտարարությունն է, որը Եվրախորհրդարանը տարածել է սոցցանցում։ Այս հայտարարության համաձայն Վրաստանում ընթանում է ժողովրդավարական հետընթաց, ընդգծվում է, որ Եվրամիության եւ անդամ պետությունների ներգրավվածությունը պետք է խստորեն կախված լինի վրացական իշխանությունից, նրանց ժողովրդավարական հետընթացը սահմանափակելու եւ Եվրամիության դեմ ուղղված ապատեղեկատվություն տարածելու համար։ Զեկույցի մեջ Ռաիսա Յուկնևիչյանի գնահատականի համաձայն Եվրախորհուրդը պետք է անցնի պատժամիջոցների կիրառմանը այն անձանց նկատմամբ, ովքեր ըստ նրա պատասխանատու են Վրաստանում բռնաճնշումների եւ պետության զավթման համար։ Հայտարարության մեջ նաև հիշատակվում է Թուրքիան եւ նշվում, որ Թուրքիան զրկվում է Եվրամիությանը միանալու հնարավորությունից ժողովրդավարական բարեփոխումների բացակայության պատճառով։ Եվրախորհրդարանի падգամավորները կոչ են անում թուրքական կառավարությանը շտկել օրենքի գերակայունության, մարդու իրավունքների, ժողովրդավարական չափանիշների, մամուլի ազատության եւ այլ հիմնարար ազատությունների ոլորտներում առկա թերությունները։ Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիի հուղարկավորության արարողությանը ներկայումս ընթանում է Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակի խոսքով միջոցառմանը մասնակցելու են աշխարհի մոտ 100 երկրների ներկայացուցիչներ, այն թվում պետությունների ղեկավարներ, խորհրդարանի խոսնակներ, արտգործնախարարներ եւ կառավարության հատուկ ներկայացուցիչներ։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը արդեն ժամանել է Թեհրան։ Նա նշել է, որ իր այցի շրջանակներում նախատեսում է հանդիպել Իրանի ղեկավարության հետ։ Վրաստանի նախագահ Միխայիլ Ղավելաշվիլին նույնպես Թեհրանում է արարողությանը մասնակցելու նպատակով։ Նա արդեն հանդիպում է ունեցել Իրանի գործընկերոջ հետ։ Ուղարկավորության արարողությունը կտևի մի քանի օր։ Հիշեցնենք, որ Այաթոլլա Ալի Խամենեին մահվան մասին հայտնի է դարձել փետրվարի 28-ին, նա մահացել է Իրանի վրա ԱՄՆ-ի եւ Իսրայելի համատեղ հարձակման առաջին օրը, երբ Թեհրանում գտնվող նրա նստավայրը հարձակման է ենթարկվել, նրա հուղարկավորությունը հետաձգվել է ռազմական գործողությունների պատճառով։ Կոնգրեսական Ջո Ուիլսոնը X սոցիալական ցանցում արձագանքել է Խամենեիի հուղարկավորության արարողությանը եւ գրել, որ Ամերիկայի ամենամեծ ատողները աշխարհի տարբեր երկրներից հավաքվում են բռնապետ Խամենեիի հուղարկավորությանը, ասել է նա, հավելելով, որ Միխայիլ Ղավելաշվիլին նույնպես պլանավորում է մասնակցել Խամենեիի հուղարկավորությանը։ Վրացական երազանքի կեղծ նախագահ Միխայիլ Ղավելաշվիլին պլանավորում է մասնակցել Իրանի եւ վրացական երազանքի միջև ծայրահեղ հակաամերիկյան պակտն ավելի ամրապնդելու համար, գրում է Ջո Ուիլսոնը։ Ուիլսոնի հայտարարության վերաբերյալ արձագանքում են Թբիլիսիում։ Ազգային շարժման նախագահ Թինա Բոկուչավը ներողություն է խնդրում հանրությունից իր անկեղծության համար։ Նրա բացատրության համաձայն 2 տարի առաջ, երբ նա փոխարինել է Լևան Խաբեիշվիլիին որպես նախագահի եւ այս փոփոխության պատճառը Խաբեիշվիլիի առողջական վիճակն էր, կուսակցությունը ստել է։ Թինա Բոկուչավան 2 տարի անց խոստովանում է, որ իրական պատճառը այդ ժամանակվա ընդդիմությունը միավորելու փորձն էր, երբ որ մի շարք քաղաքական գործիչների համար Լևան Խաբեիշվիլին կլիներ անընդունելի քաղաքական առաջնորդ, նրան փոխարինել է Թինա Բոկուչավան։ Իշխող թիմը պնդում է, որ ազգային շարժման կողմից ստերն ու անկեղծությունը զարմանալի չեն։ Վրացական երազանքը խոսում է իր հակառակորդների դժվարին վիճակի մասին։ Գիգա Ավալյանի սպանության գործով կալանավորված մեղադրյալներից մեկին Գեորգի Մալանիային պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել։ Սկզբնական տարբերակի համաձայն նրան մեղադրանք էր առաջադրվել հանցագործության մասին չհայտնելու համար, սակայն հետաքննությամբ պարզվեց, որ 2025 թվականի սեպտեմբերին Ալեքսանդրե Կաբաշվիլիի, Գեորգի Ռիկաձեի եւ Դիմիտրի Չիկովանի հետ միասին Գիգա Մալանիայի օգնությամբ ծրագրել է խմբակային հարձակում Գիգա Ավալյանի հետ Ավալյանի վրա։ Համապատասխանաբար նրա մեղադրանք է առաջադրվել դիտավորյալ ծանր մարմնական վնասվածք հասցնելուն օժանդակելու համար, որը նախատեսում է մինչև 13 տարվա ազատազրկում։ Մալանիայի հայրը որպես անչափահասի օրինական ներկայացուցիչ ներկա է եղել մեղադրանքի առաջադրման նրա իրավապաշտպանի հետ միասին։ Դրանից հետո դատարանը կքննի Գեորգի Մալանիայի նկատմամբ խափանման միջոց կիրառելու հարցը։
Դատախազությունը դիրքորոշումը արդեն հայտնի է եւ միջնորդում է նրա նկատմամբ որպես խափանման միջոց ազատազրկումը։ Ահաբեկչական գործողություն կատարելու փորձի մեղադրանքով ձերբակալված Ալեկո Էլիսաշվիլիի գործի բովանդակային քննարկումն է ընթանում։ Նիստում քննարկվում են պաշտպանության կողմի ապացույցներ։ Այսօր որպես պաշտպանության կողմի փորձագետ հարցաքննվել է մեղադրյալ Ալեկո Էլիսաշվիլիի հայրը։ Այսօրվա նիստում հետազոտվել է նաև գրավոր ապացույցներ։ Նշենք, որ դատարանը Ալեկո Էլիսաշվիլիի գործը կքննարկի 2 դրվագով։ 2025 թվականի նոյեմբերի 29-ին Թբիլիսիի քաղաքային դատարանում տեղի ունեցած այսօրվա դատավարությունը վերաբերում էր ահաբեկչության գործողություն կատարելու փորձի մեղադրանքին։ Ներքին գործերի նախարարության աշխատակիցները նախնական համաձայնությամբ ձերբակալել են Ուկրաինայի քաղաքացու խմբի կողմից առանձնապես խոշոր չափի թմրանյութերի ապօրինի վաճառքին նպաստելու մեղադրանքով։ Հետաքննության արդյունքում իրավապահ մարմինների աշխատակիցները առևանգել են 1 փաթեթում փաթեթավորված որպես ապացույց վաճառքի համար պատրաստած առանձնապես խոշոր չափի մեթադոն թմրանյութ։ Հանցագործությունը նախատեսում է 20-ից կամ ծմա ազատազրկում։ Թբիլիսիի քաղաքային անտառ նախագիծը մոտենում է ավարտին։ Նախագծի շրջանակներում Թաձմին-Դայի լանջերին արդեն վերականգնվել է մինչև 700 հեկտար տարածք, տնկվել է մինչև 700,000 տնկի, վերանորոգվել է մինչև 45 կիլոմետր հետիոտնային եւ հեծանվային արահետներ, այդ թվում մինչև 20 կիլոմետր նոր արահետներ։ Նախագիծը իրականացվում է Թբիլիսիի քաղաքապետարանի եւ Քարթու հիմնադրամի միջով գործող հուշագրի շրջանակներում։ Նախագծի ընթացքը այսօր ստուգել է Թբիլիսիի քաղաքապետը։ Մշակութային ժառանգության շարժումը շրջակա միջավայրի պաշտպանության վարչության հետ համատեղ շարունակում է իր ավանդական սեզոնային ամառային արշավը։ Դմանիսիի 6-րդ դարի Սիոնի մշակութային հուշարձանի շրջակա տարածքը մաքրվել է բուսականությունից։ Արշավին մասնակցում են Դմանիսիի քաղաքապետարանի եւ Սակրեբուլոյի աշխատակիցները, ինչպես նաեւ տեղի երիտասարդությունը։